Հետևեք ձեր խոսքերին։ Ես ուժեղ եմ, որովհետև վերահսկում եմ իմ խոսքերը։ Հակոբոս 3:2-ում ասում է, որովհետև շատ բաներով մեղանչում ենք ամենքս։ Եթե մեկը խոսքով չի մեղանչում, նա կատարյալ մարդ է, որ կարող է իր ամբողջ մարմինը սանձահարել։ Հակոբոսի գիրքը շարունակում է բացատրել լեզուն սանձելու կարևորությունը 3 և 4 խոսքերում։ Տես ձիերի բերանը սանձ ենք դնում, որ նրանք հնազանդվեն մեզ, և նրանց ամբողջ մարմինը կառավարում ենք։ Ահա նավերն էլ, որ այսչափ մեծ են և սաստիկ քամիներից քշվում են, մի փոքր ղեկով կառավարվում են, որ կողմը որ ղեկավարի միտքը կամենա։ Այն, ինչ ասում ենք, կարող է շրջել մեր կյանքը լավ կամ վատ ուղղությամբ։ Խոսքերը ոչ միայն ուղղորդում են մեզ, այլև կարող են կործանարար լինել։ Հակոբոսը շարունակում է մեր խոսքերը համեմատելով կայծերի հետ, որոնք կարող են հրդեհ բռնել։ Ոչ ոք չի ցանկանում խնդիրներ առաջացնել։ Մյուս կողմում Հռոմեացիների գիրքը հայտնում է խոսքերի զորության մասին, փրկելու և փոխադրելու մեզ խավարի թագավորությունից լույսի թագավորության մեջ։ Հռոմեացիների 10:9-10 խոսքերում ասում է. որովհետև եթե բերանովդ Հիսուսին Տեր դավանես և սրտումդ հավատաս, թե Աստված հարություն տվեց մեռելներից, կապրես, քանզի սրտով հավատում ենք արդարանալու համար և բերանով դավանում ենք փրկվելու համար։ Այն, ինչ մեզ անախորժության մեջ է գցում, կարող է և հանել դրանից։ Մահն ու կյանքը լեզվի ձեռքին են, և նրա սիրողը կուտի նրա պտուղը։ Առակաց 18:21։ Մենք ստեղծված ենք մեր երկնային Հոր օրինակով, որն օգտագործում է իր խոսքերը ստեղծելու և կյանք տալու համար։ Սա նշանակում է, որ մենք կարող ենք ընտրել օրհնենք, թե անիծենք մեր խոսքերով։ Ես հավատում եմ, որ սա մշտապես սովորելու հնարավորություն է։ Եկեք խոսենք այնպես, որ կյանք բերենք, ոչ թե մահ և կործանում։ Ձեր կյանքը կհետևի ձեր շրթունքներից դուրս եկող խոսքերին, ուստի համոզված եղեք, որ ասում եք այն, ինչը ցանկանում եք հետևել։ Եկեք աղոթենք։ Սիրելի Տեր, հսկիր իմ շրթունքները, թող իմ խոսքերը գործեն որպես ղեկ, որը տանում է ինձ ճիշտ ուղղությամբ, հռչակելով ճշմարտություն և լույս կործանման փոխարեն։ Տեր, թող իմ կյանքի ղեկը Դու առաջնորդես։ Շնորհակալ եմ, որ Դու կաս իմ կյանքում։ Ամեն։